Ողբամ քեզ, հայ եկեղեցի։ Երբ Դավիթ մարգարեն գաղութեր եւ գսեր. ի քեզ դեր հուսացա, մի ամաչեցից Հավիդյան։ Ան ոչ միայն իրանցի համար գխոսի, այլ նաեւ ամբողջ Աստծո ժողովրդին, երբ այն տապարող էր, մոլորված, հուսահատ ու իր սրդի մեջ կգրեր այն թարն ցավը, որ Աստվածաշունչը կգոչե հոգևոր ավերակ։ Այսօր սիրեիներ, երբ գնայինք մեր Սուրբ եկեղեցվո, ես չեմ տեսներ այն փառավոր մայրը, որուն արմատները հողին տակ խորացած են նահատակներու արյան մեջ, այլ կտեսնեմ Օշեհադիկը, որը քամին կդանե ուր որ գուզե, թեև անունը մնացած է հայ առաքելական եկեղեցի, բայց ուր է այն սրբությունը, որուն համար ժողովուրդը իր զավակները կզոհե, ուր է այն հոդը Քրիստոսի, որ կփուրեր սրբոց անոթներու մեջ։ Այսօր մենք ունենք եկեղեցի, որուն սրդի մեջ լրություն կա, բայց ոչ աղոթքի լրություն, այլ ամոթի, գաշարագերության եւ երկչոտության լրություն։ Երբ ժողովուրդը կդարավի, կահանարերը կզարդարեն իրենց պատվանդանները, երբ հոգիները կմեռնին անհավատության մեջ, եւ իսկովոսները կմրցին միմյանց, ով ավելի լյուքսուս մեքենա ունենա, ով ավելի շքեղ դուն ունի։ Ահա թե ինչու այսօր եկեղեցին մեր ժողովրդի մեջ այլևս հովանիկ չէ, այլ խոչընդոտ։ Մարդիկ չեն գործընծներ հավատքը Աստուծո հանդեպ, առոնք գործընծուցած են հավատքի եկեղեցվո մեջ, որովհետև եկեղեցին այլևս չէր վար իբրև Տիրոջ մարմին, այլ իբրև մարմնավոր մարդոց շահի գործիք։ Երբ նայիմ սրբազաններուն, որոնց աչքերու մեջ սրբության գայծ պիտի տեսնեի, այսօր կտեսնեմ աշխարհիկ իշխանության հվարդություն։ Երբ կլսեմ հոգևոր հայրերու խոսքերը, պիտի լսեի Նազովրեցի խոսքը, աղքատներն են երանի, բայց կլսեմ ամպարդավանության ցայնը, մենք ենք եկեղեցին, դուք ոչինչ եք։ Ուր է Քրիստոսի խոնարհությունը, ուր է Հովանես Մկրտիչի ջիջը, ապաշխարեցեք, ուր է քիրքի մեջ գրված այն սուրբ վախը, որ կստիպեր մարդուն իր մեղքի համար լալ։ Այս բոլորը չկացան, եւ մնաց միայն բեմը առանց լույսի։ Եվ երբ ժողովուրդը տեսավ այս ամայությունը, սկսավ լքել դաջարը, բայց ուր պիտի երթա առանց Տիրոջ։ Դաջարը լքելով, ան նաև կգործընծներ իր հավատքը, որովհետև այնտեղ այլևս ոչ ոք կվկայե ճշմարտություն։ Սիրեիներ, այս վիճակը ավերակ դարձած եկեղեցի պատկերն է։ Քարերը դակնու վրա եղած են, խորանը դարձած է ցուցադրություն, իսկ սուրբ խաչը քաղաքական նշան։ Երբ Քրիստոսը կդանչվի մեր մեջ, անոր քահանաները կվիճին, ով պիտի նստի առաջին աթոռին։ Մենք եկեղեցականներս գոչված ենք ծառայելու, դարձած ենք դիրելու։ Մենք, որոնք պիտի լացենք մեղավորներու համար, կծիծաղենք իրենց վրա, եւ այս ամենու մեջ Աստծո հոգին կլրե։ Ոչ թե որովհետև չի կարող խոսիլ, այլ որովհետև մենք լրեցուցած ենք զինքը և լրեցուցած ենք իր ցայնը։ Դա է այսօրվա ողբերգությունը, որ Տիրոջ անունը դեռ չի հնչեր, բայց դեռն ինքը չի բնակիր մեր մեջ։ Եկեղեցին կանգուն է, բայց հոգին մեռած։ Եվ այստեղ կձնի Դավիթի աղոթքը անգամ ևս մեր շրթներուն վրա։ Ի քեզ դեր հուսացա, մի ամաչեցից Հավիդյան։ Ամաչել է,
մերժվիլ Աստուծն է, իսկ մենք այսօր այդ վախի դրան առջև ենք։ Ամաչեցանք մեր լրության համար, ամաչեցանք մեր գեղձավորության համար, բայց Տեր ուշ չէ, քանի Տեր ժողովուրդը գուլա, տեսնելով այս ամայությունը, Տեր գա հավատքի գայծը, որ գրնա վերագենտանացնել մոխիրները։ Մեզ պետք չէ նոր իշխանություն, այլ նոր հոգի, մեզ պետք չէ նոր դաջարներ, այլ նոր սիրտ։ Արդ, եկեք մեր Տիրոջ առջև ու խոնարհինք, չէ որ նույն Դավիթին գսեր, զիդեր մերձ է, հեզերոց սրդով և խոնարհացյալոց ոգի կփնտրենք։ Եկեք ապաշխարենք մեր սրբազան անօրենության համար։ Եկեք խնդրենք Տիրոջ մեն, որ լրացուցանե մեր փառասիրության ցայնը և անգամ ևս վարե Սուրբ Հոգին մեր սրտերում մեջ։ Որովհետև եկեղեցին առանց Սուրբ Հոգի նման է մարմնի, որում մեջ արյուն չի հոսիր, իսկ երբ արյունը կգանքնի, մահը կմտնի։ Մեր մեջ մահը մտած է, բայց Տեր գա բժիշկը, Հիսուս Քրիստոս։ Եվ երբ մեր եկեղեցին վերագենտանանա, ոչ թե հրովարադագով, այլ արցունքով, այն ադեն այս տխուր երգը պիտի դառնա աղոթք, և այս աղոթքը հույս։ Այն ժամանակ ժողովուրդը պիտի վերադառնա ոչ թե որովհետև ստիպեցին, այլ որովհետև Տերն ինքը պիտի բնակի իր տաճարանի մեջ։ Այդ օրվան կսպասենք հավատքով, բայց նաև արցունքով։ Մինչ այդ մեր սրտերը թող խոնարհին իբրև զոհագարավ, և մեր ձայնը թող գոչե մի բան միայն. Տեր, մի ամաչեցիր մեզ հավիտյան։